Մեծարգո պարոն վարչապետ, ճիշտն ասած, պատգամավորական գործունեության իմ համար ամենահետաքրքիր ու սիրելի պահերից մեկը կառավարության հետ հարցուպատասխանն է եղել, երբ որ անձամբ ձեզանից կամ կառավարության անդամներից ուղիղ ստանում ենք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, այսօր իմ ամենավերջի հնարավորությունն է օգտվելու այս հարցուպատասխանից, դրա համար առիթը բաց չեմ թողնում եւ հարցս հետեւյալն է. Վերջերս դուք ձեր ելույթներից մեկում նշեցիք, որ այսօրվա նոր խորհրդարանի ձևավորված ընդդիմությունը ապօրինի ճանապարհով է հայտնվելու խորհրդարանում։ Ես նկատեցի, որ դուք ակնարկում եք ընդհանրաբար այն մեծ ծավալի ընտրակաշառքները, որ եղել է նախընտրական կամպանիայի ընթացքում, բայց ես նաև ուզում եմ մատնանշել, որ այդ քարոզարշավի մեջ ահռելի տեղ էր զբաղեցնում նաև մանիպուլյատիվ սուտը։ Ժողովրդական լեզվով ասած, սուտը քար է ծակում, ուրեմն խոսքը, ասացվածքը ակնհայտ դարձել էր ընդդիմության քարոզչամեքենայի կարևոր տարրը եւ նրանք ուղղակի չէին ընկալում, որ նաև կա ժողովրդական մեկ այլ խոսք, երբ որ ասում ենք ստի ոտը կարճ է։ Բայց պետք է նշենք, որ կարճատև ժամանակահատվածի մեջ սուտը էֆեկտիվ է եւ կարծում եմ, որ մեր ազնիվ շատ քաղաքացիներ կարող էին տրվել այդ մեծ ստերին, Չգիտեմ, 300,000 ադրբեջանցի, 300,000 աշխատատեղ, ոսկեպար, կիրանց, 300 սպարտացի, չէ, վայ, 300 սպարտացի, չէ, դա ուրիշ թեմա է, ձեր կարծիքը այդ մասին։ Շնորհակալություն, հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ պարոն Թորոսյան հարցի համար, շնորհակալ եմ նաև այս ընթացքում ձեր գործունեության համար, նաև հարցուպատասխանների ընթացքում հարցերի պարզաբանման հնարավորության համար։ Հիմա կոնկրետ նախընտրական շրջանում եմ ասել, հիմա էլ վերահաստատում եմ, որ 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեման դա fake մտածածին հորինովի թեմա է եւ նման բան չի եղել, չկա եւ չի լինելու եւ նաեւ բացատրել եմ թե ինչու եւ ընդհակառակը կարծում եմ որ մեր հանրությունն էլ պետք է համապատասխան արձագանք ցուցաբերի այն քաղաքական ուժերի նկատմամբ ովքեր սուտը տարածել են եւ ելի եմ ուզում ասել որ նման թեմա ընդհանրապես թեկուզ լրատվական ֆոնի մակարդակում պահելու հնարավորություն կա միայն պատերազմի եռագլուխ կուսակցության խոսույթները շարունակելու դեպքում։ Այսինքն, եթե մենք հակամարտության տրամաբանության մեջ ենք մտնում, ինչ խոսույթներ կարող են ձևավորվել, բայց խաղաղության օրակարգը եւ խաղաղությունը թեմաները, բոլոր թեմաները փակում է եւ փակել է եւ սրանում է իրողություն։ Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, այո, ակնհայտ է, որ լայնածավալ ընտրակաշառքներ են բաժանվել եւ ակնհայտ է նաեւ, որ առաջին անգամ մեր պետությունը այսքան կարողացել է պայքարել ընտրակաշառքի դեմ եւ առաջին անգամ է, որ այս ծավալի ընտրակաշառքին ժողովուրդը հաղթել է։ Այս շատ կարեւոր է, որովհետեւ նախկինում երբեք չի եղել դեպք, երբ որ այս ծավալով ընտրակաշառք բաժանվի եւ ժողովրդի ձայնը արտահայտվի։ Սա մի կողմից ցույց է տալիս մեր պետության ինստիտուցիոնալ հասունությունը, մյուս կողմից ցույց է տալիս, որ այդ ճանապարհը դեռ պետք է շարունակել։ Եվ ելի ուզում եմ ասել, որ ընտրակաշառք բաժանողներին Հայաստանի քաղաքական կյանքից արմատախիլ անելը այսօր այդ փաստի բերումով դառնում է օրակարգի առաջնահերթություն եւ հատ պետք է իրանց ուղղակի արմատախիլ անել բոլոր հնարավոր միջոցներով եւ մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Ինչի մասին ես նախընտրական շրջանում էլ խոսել եմ
Եվ այդ խոսույթը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների աջակցությունը։ Ուրիշ բան եմ ես ուզում ձեզ ասել, ես վիճակագրություն վերցրի, ցավալիորեն 2021 թվականից հետո ընտրակաշառքի գործերով որպես մեղադրյալ ներգրավված ոչ մի մարդ այսօր բանտում չի։ Եվ սա այն մեծագույն հարցն է, որի պատասխանը մեր դատաիրավական համակարգը պետք է տա։ Արձագանքեք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, ես սովորաբար անդրադառնում եմ այն թեմաներին, որոնց մեջ մտնելով ես ինքս իմ մաշկի վրա զգում եմ դրանց ցավոտ էֆեկտը։ Եվ այս ստի ու կեղծիքի ամբողջ ընթացքը իմ համար շատ ցավալի է եղել նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ես հասկացել եմ, թե ինչքան մեծ ու ահռելի վնաս է տվել դա բարոյահոգեբանական տեսանկյունից մեր քաղաքացու, մեր ընտրողի համար, գիտակցական եւ ենթագիտակցական ինչպեսի ահռելի ճնշում է եղել, ցավոտ, զգայական, վախեցնող եւ բարեբախտաբար մեր քաղաքացին այո հաղթահարեց։ Ես կարող եմ վստահաբար ասել, որ կառավարության խաղաղության օրակարգը հաղթում է, որովհետև ես երեք ընդունել եմ մի խումբ աշակերտների մարզային եւ նման հանդիպումների ժամանակ սովորաբար աշակերտները միշտ անվտանգային խնդիրներ են բարձրաձայնում, բայց անցած անգամ մենք խոսել են կրթական բարեփոխումների երիտասարդության կյանքի մասին հարցեր եւ շատ ուրախալի էր դա, որովհետեւ ես զարմացած նայում եմ, թե հիմա կհարցնեմ բանվտանգությունը, բանակը, մյուսը եւ ես հասկացա, որ մենք այս առումով շատ լուրջ առաջընթաց ունենք։ Այսինքն չհարցնին, ոչ մի հարց 300,000 ադրբեջանցի։ Ոչ մի հարց ընդհանրապես անվտանգային խնդիրների մասին, մինչդեռ նախորդող բոլոր նմանատիպ հանդիպումներում երեխաները միշտ աշակերտները հարցնում էին, բա մեր վիճակը ոնց պիտի լինի, բա սահմանազատումը, բա ադրբեջանցիները 1,000-300,000 եւ այլն եւ այլն։ Այս անգամ մենք ես նման հարցադրումներ չտեսա եւ որից շատ ուրախացուցիչ էր, հետեւաբար խաղաղության օրակարգը այսօր հաջողությամբ առաջ է ընթանում։ Շնորհակալություն։ Ես պաշտոնապես ասում եմ, պարոն Թորոսյան, որ Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանային անվտանգության բոլոր սպառնալիքները հաղթահարել է եւ կառավարում է, եւ միակ սպառնալիքը, որը կարող է առաջանալ, այդ պատերազմի եռագլուխ կուսակցության եւ նրանց պոչերի գործունեությունն է, որովհետեւ ելի ուզում եմ պարզ հարց տալ, տեսեք խաղաղությունը ինչ հիմքի վրա է կառուցվել։ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը Ալմաթայի հռչակագրի հիման վրա ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Հիմա շատ եւ խոսքերով եւ սիմվոլիկայով պատերազմի եռագլուխ կուսակցությունը կասկածի տակ է առնում այդ խաղաղության պայմանավորվածությունը։ Հիմա ասենք օրինակ նույն մյուս խմբակցությունը, որ եկավ խորհրդարան, էլի այս նույն դրոշները դնելու է իր սեղանին։ Այդտեղից սկսում է անվտանգային սպառնալիքների գեներացումը, որովհետև ստացվում է, որ խաղաղության համաձայնագրի ճարտարապետությունը Հայաստանի խորհրդանում կա ուժ, որը չի ընդունում։ Հետևաբար սա գեներացնում է սպառնալիք։ Սա շատ ուղիղ գեներացնում է սպառնալիք։ Եվ առաջացնում է ռեակցիաներ։ Եվ մենք պետք է այս պատճառահետևանքային կապերը տեսնենք եւ առերեսվենք այդ պատճառահետևանքային կապերի հետ։ Ես ուղիղ դրա մասին խոսել եմ նախընտրական քարոզչության շրջանում եւ Հայաստանի Հանրապետության ավելի քան 700,000 քաղաքացիներ գնացել են եւ հաստատել են խաղաղության օրակարգին հավատարմությունը եւ սա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է։ Դա ընտրություններում արտահայտված թիվը չի։ Դա քաղաքացիների ճնշող մեծամասնությունն է։ Որովհետեւ այդ թիվը արտահայտվել է ընտրակաշառքի բերումով, ընտրակաշառքների բերումով։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է ինքը իրեն պաշտպանելու լծակներ գտնի։ Դա լրտեսական ցանց է, որը աշխատել է, ընդ որում դե ֆակտո եւ դե յուրե լրտեսական ցանց է։ Եվ այստեղ պետությունը չքմեղանալու ոչ մի առիթ չունի, դրանց պետք է անել արմատախիլ, շատ կոնկրետ ձևերով։ Հակառակ դեպքում, այո, նրանք ամեն ինչ անելու են կոնֆլիկտը վերակենդանացնելու,
պատերազմը վերստեղծելու համար։ Մենք հիմա վստահորեն կառավարում ենք իրավիճակը, բայց նաև մեր ժողովուրդը պետք է դրա մասին տեղյակ լինի։ Կարճ ասած, էլի հարցը է սա։ Հիմա այդ ուժերը գալու են Ղարաբաղի շարժումը շարունակելու են, թե չեն շարունակելու։ Իրան այն ուժը, որը գալիս ասում է նախընտրական շրջանում ասում է մենք 29743 քառակուսի կիլոմետրով չպետք է բավարարվենք, ըստ էության նա հարևաններին պատերազմը հայտարարել արդեն։ Հարևաններին պատերազմը հայտարարել։ Ընդ որում անորոշ հարևանների անորոշ այսինքն տեղի ունենում հարևանների կոնսոլիդացիա մեր դեմ։ Եվ Հայաստանի Հանրապետությունը պետք է ռեակցիա տա։ Հակառակ դեպքում մեզ պետք է ասեն դուք այսինքն համաձայն եք այդ խոսույթի հետ։ Բա ընտրակաշարքով երկիրը բերեն դնեն բանի տակ, հարվածի տակ։ Ու ասենք Հայաստանի որևէ մեկ ուզում է չքմեղանա, բերեն օտարերկա գործակալին դնեն ցուցակի երկրորդ համար, որ ազգային ժողովի գաղտնի բաները, արձանագրությունները փողով դուրս է տալիս, եւ որևէ մեկը պետքա չքմեղանա։ Ու սա ընտրություն չի, սա երեխաների ոչ, սա միայն ընտրություն չի, սա երեխաների հեղափոխություն է, եւ երեխաների ապագային սպառնացող ցանկացած սպառնալիք պետքա ջարդուփշուր արվի հենց բնում։ Այդ սպառնալիքները անուններ ունեն։ Ռոբերտ Քոչարյան, կալուգացի օլիգարխ եւ բելարուսամետ օլիգարխ։ Պետք է ջախջախվեն իրենց բնում։ Ես էլի ասում եմ այս ամբիոնից, այն քաղաքացիները Հայաստանի Հանրապետության, ես ասում եմ, քանի վարչապետ եմ, ջախջախելու եմ հասցեական դրանց հասցեական ջախջախելու եմ։ Այն քաղաքացիները, որոնք այս գծի հետ համաձայն չեն, կոչ եմ անում հեղափոխություն անել Հայաստանի Հանրապետությունում եւ փոխել կառավարությունը։ 24 թվին ոնց ասացի, Ղարաբաղի շարժումը չի շարունակվել, ով համաձայն չի, կոչ եմ ընդդիմություն կոչ չի անում դուրս գալ փողոց։ Ես եմ կոչ անում։ Ասում եմ կալուգացի օլիգարխ Ռոբերտ Քոչարյան, բան, այն մեկը, բելարուսացի, ջախջախելու եմ, անհատապես ջախջախելու եմ, ու իրանց շոշափուկների և մետաստազներին, ջախջախելու եմ հասցեական, բոլոր հնարավոր միջոցներով, ով որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից համաձայն չի, հենց այսօրվանից դուրս եկեք փողոցներ հեղափոխություն արեք, այս պրոցեսը ուրիշ ձևով կանգնեցնելու հնարավորություն չկա, շնորհակալ եմ։